Օսմանյան գայսրության հաստատումից հետո հենց այդ Պորտուգալիա եւ Իսպանիայից վդարված այդ հրեական համայնքի ժողովուրդը հատկապես ծովափնյա, ծովեզրյա հատվածում բնակություն հաստատեցին, որտեղ կային նավահանգիստներ։ Այսին արեցին այդ ինչ Իսպանիա եւ Պորտուգալիայում իրենց առօրյա գենցալներ, այսպես ասած։ Հիմա նրանցից ամենաաչքի ընկնող հատվածը Սալոնիկն է, իբրև քաղաք։ Այժմ Հունաստանի Հանրապետության ծովեզերքի քաղաքներից մեկն է, բավականին զարգացած մեծ քաղաք, եւ պատկերացրեք այդտեղ մոտավորապես, այսինքն 19-րդ դարի կեսերի շուրջ է խոսքը, մոտավորապես 100,000-ից մի հատ համայնք։ 100,000 դա լուրջ թիվ է, մեր Լեռնային Ղարաբաղը, պատկերացրեք այդպես, եւ նրանք բոլորը հրեա, ապրում են կոմպակտ, իրար հետ իրենց այսպես ասած դպրոցով, ամեն ինչով եւ այլն եւ այլն։ Եվ քանի որ Եվրոպայում հատկապես այդ բանկային համագարկի փոխհարաբերություններում իրենց այդ առնչությունները շարունակվում էր, Անգլիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Ֆրանսա, շատ քիչ արդեն Վենեդիկ, Իտալիա, որևէ կապ Իսպանիա եւ Պորտուգալիա, բնականաբար թշնամական էր հարաբերությունները համայնքի հրեաները այդ իրենց մեջ ապրող դոնմե դավանապող դարձած սավետայիստներին լավ չէին վերաբերվում։ Խոսքը Սալոնիկի մասին է։ Ու որ ասում եմ 100,000-ից համանք, դուք այդ 100,000-ի մոտ մի 20,000-ը ընկալեք սաբետայիստ, 80,000-ը հրեա, իրար աղջիկ չէին առնում տալիս երբևէ, Իրենք գտնում են, որ սաբետայցվին հենց ինքը շարլատանի մեկն է եւ դա հրեական հավատամքի հետ որևէ կապ չունեցող մեկն է ու համանքից դուրս բանատրված մարդ է, այդպես մտածեք։ Իրենք շատ լավ գիտեն, որ իրենց ցեղագիցներն են, նույն այսպես ասած ազգի, նույն դողմի ժողովուրդն են, բայց արդեն գաբերը խզվել էր, այդ 1666-ը ճամփաբաժան էր սաբետայիստների եւ հրեաների միջեւ։ Հրեաները մինչեւ օրս այդ համայնքի ներկայացուցիչներին իբրև հրեա չեն ընկալում, չեն ընդունում։ Միայն մեկինը հաջողվել, հենց Իստանբուլ ծնված մեծած Կոնստանդնոպոլից մի տղա, գնացել հաստատվել է մշտական բնակությամբ Իսրայել պետություն, ասել ես չեմ հասկանում, մենք էթնիկ հրեա ենք, ինչ անենք, որ ժամանակի մեր այսպես ասած ծնողները, աղուբաբերը իսլամ են ընդունել, իսլամատավան են դարձել, բայց ես ուզում եմ գրգին վերահրեան ու միակ օրինակն է իմ ճանաչած, որ վերահրեացման պրոցես անցել եւ բանարել եւ հենց այդ տղան է, որ շատ հայտնի գրողի որդի է ինքը, քիրք է գրել, այո, մենք սալոնիկցիներս, որտեղ բավական հենց տեղեկություն է տալիս այդ համայնքի, այսպես ասած, կյանքի մասին։ Ինչևէ, ուրեմն պատկերացրեք Սալոնիկում ապրող այդ սաբետայիստ հատվածի երևելներից մեկը, որի անունը Էմանուել Կարասո, որը իդալական, այսպես ասած, այդ տարածաշրջանի Մակեդոնիա, Ալբանիա, այսին հետո պիտի լինեն անշուշտ Մակեդոնիա, Ալբանիա, Հունաստան, Բուլղարիա եւ այլն, այդտեղ հաստատվեց մի մասոնական օթյակ, որի անունը Մակեդոնիա Ռիզորտա։ Ուրեմն այդ Մակեդոնիա Ռիզորտայի առաջնորդող բարձրագարկ մասոններից էր հանդիսանում Էմանուել Կարասո անունով մարդը, որ ինքը այդ իդալական օթյակի հենց կոնկրետ տեղի ներկայացուցիչ, իր վրա թրված էր ուրեմն գազագերվել տարածաշրջանը այդտեղի երևելի անցանց զինվորական, գղերական, pedagogan պաշտոնական ադյաններում լուրջ տեղ զբաղեցնող, իրավապան, Եվրոպայում ուսում ստացած եւ հատկապես այս խավերից մարդկանց ներգրավել, հավաքագրել հենց մասոնական օթյակներում։ Եվ Էմանուել Կարասոն այս աշխատանքը սկանչելի դանում է ինքը։ Իդալական օթյակը, որ համեմատած, ասենք, մեծ արևելք ֆրանսիական մասոնական օթյակներին կամ շոտլանդական, անգլիական ուղղությամբ մասոնական օթյակներին, որ շատ ավելի հին պատմություն են, քան իտալիան, Իտալիան այդտեղ, այսպես ասած, զարգող մասոնական մի տարաշրջան է ունենում, որ շատ հետաքրքիր է նաև իմանալ, որ հետո Մուստաֆա Քեմալը, հենց Աթաթուրք կոչված, Թուրքիայի Հանրապետության հիմնադիր անձը, նույն այդ Մակեդոնիա Ռիզորտայի անդամ լինելով, անդամության դոմսն էլ գա, այդ նույն օթյակով իդալական մասոնական օթյակի անդամ է դառնում, արդեն զինվորական։ Ուրեմն Էմանուել Կարասոն ճիշտ այս ժամանակահատվածում Եվրոպայում այդ հրեական, այսպես ասած, հրեաների ազգային օջախ
ստեղծելու հա խաղապարախոսության առաջադար թեմքերի հետ մշտական շփումների մեջ է մտնում։ Այս շփումներից երկու անուն կա, որ պիտի առանձնացվի անպայման։ Մեկը Թեոդոր Հերցլը, որը դարիներ հետո դառնալու է հենց սիոնիզմի մարգարեն, դի յուդիսche Staat, հրեական պետություն անունով գիրքի հեղինակը, ուրեմն երկրորդ բանը անունը Արմինիուս Վամբերի։ Վամբերին եւ Հերցլը երևի թե հայոց ցեղասպանության իրակորձման հիմքում եղած ամենակարևոր երկու թեմքերն են, որ պիտի յուրաքանչյուր հայ իմանա նրանց թերակատարումը։ Եվ նրանք երկուսն էլ իբրև հրեա իրենց բանով դոնմե չեն, բան չեն, հա, իրենք հրեա ինքնությամբ ապրող մարդիկ են։ Երկուսն էլ շատ հետաքրքիր է Ավստրիա հունգարական, այդ կայսրության քաղաքացի անցածող բանով եւ հունգարական հատվածից են։ Արմինիուս Վամբերին նրանցից շատ ավելի լուրջ թեմք է, քան Թեոդոր Հերցլը։ Արմինիուս Վամբերին այդպիսի դերվիշական կյանք է վարել, որ երևի որ աշխարհում մանգանք մեկը որ կոնե մոդիգից նմանվել այդ Վամբերի իրողությանը չեք ճարի դաս մարդ չի աշխարհի պատմության մեջ։ Այս մարդը երևի 6-7 հատ լեզու արդագար լավ իմացող այս երկրից այդ երկիր, այս մի համայնքից այդ համայնք ապրող դերվիշների հետ դերվիշ, ալևիների հետ ալևի, հայի հետ հայ, պարսիկի հետ պարսիկ, հնդիկի հետ հնդիկ, արաբի հետ արաբ, պատկերացրեք, անընդհատ գնացած իր համայնքի մեջ զբդյալ իրանց նմանվելու կարգավիճակով ապրող, իրենց լեզուն, մշակույթ ամեն ինչ յուրացնելով, գալիս է Օսմանյան բալատ Վամբերին, այդ հունգարացի հրեան, եւ դառնում է սուլտանի Աբդուլհամիդի, Աբդուլհամիդ II-ի լավագույն, այսպես ասած, կարելի ասել թեկուզ ճագերդյալ, բայց ընկերներից, որովհետև սուլտանները ընկերներ չեն ունենում, միայն հպատակներն են, որ ծառայ են հանդիսանում։ Ինքը ելումուտ ունենում սուլտան Աբդուլհամիդին խորհուրդներ է տալիս, այս անել, այսպես անել, այդպես անել եւ այլն եւ այլն։ Ուրեմն ինքը ասում է ես մուսուլման եմ, ընդունել եմ մուսուլմանություն, ես թուրք եմ։ Առաջին թուրքազգի Թուրքիստան, որ հետո պիտի դառնա պանթուրքիզմ, պանթուրքիզմ, հա, գաղափարախոսություն, երևի թե իր ուղեղում, չգիտեմ որ ցալքում, հնարողը եւ գտնողը հենց Վամբերին է եղել։ Արմինիուս Վամբերին երևի թե համար 1 պանթուրքիստ գաղափարախոսության, այսպես ասած, ստեղծողը։ Ու որտեղից է ծնվել այդ մարդու ուղեղում այդ միտքը, որևէ բացատրություն չի կա, բայց Վամբերին դառնում է թասադում ուսուցիչը հենց այս Թեոդոր Հերցլին։ Թեոդոր Հերցլին Վամբերի մասին գրած դողեր կա, շշմեցուցիչ է։ Նման փնուտակրում մի մարդու մասին, մի հրեայի, մյուս հրեայի կողմից, նման բան ես չեմ տեսել էլի պատմության որևէ էջում։ Ասում է ինքը Թեոդոր Հերցլի գրածներն է, պարացի։ Ուրեմն ասում է լսի, սա աշխարհի իմ տեսած ամենադառնակ մարդն էր։ Ասում է լրդես մի քանի պետության, դերվիշ մի քանի հավատամքի։ Ասում է սրա հետ այսպես, դրա հետ այսպես, մի րոպեում 4 հատ քույն փոխելու ընտրագություն ունեցող, մի լեզվից մյուս անցած ժամանակ ոնց որ այդ ժողովրդի մաս կազմի, մի խայդարակ թեմք, մի ասում է յուրաքանչյուր իր հարաբերություն անընդհատ շահագործելով, հա, ինպաստ իրեն իր շահերից ելնելով բան։ Ասում ես նման մարդ չի ճանաչել, եւ ես ձեռուկ հրեան, ինքն ասում Թեոդոր Հերցլը, ինձ սովորացրեց ինչպես անել։ Եվ ասում է ես դա իբրև տասադու եմ ընկալում ինձ։ Ու ինքը ասում է աղվես բանը եւ այլն եւ ասում է Երանի մարդիկ իր այդ ամբողջ ընդունակությունները կարողանային ընդօրինակել էլի եւ նրան ներկայացնում է մի խայդարակ իբրև թեմք, այսինքն իր նշած բոլոր այդ հատկանիշները բացասական հատկանիշներն են, խապեյություն, գեղձիկ, խարտավան, բայց դա այդպիսի այսպես շռայլ բանով գովեստով է խոսում մի մարդու մասին, որ մտքով ասում արա, եթե այս մարդը շալագոտի մեկն է, ինչ է ես կան գովում։ Ինչու։ Թեոդոր Հերցլը ասում է Վամբերին շատ լավ հասկացել էր ինչպես պիտի հրեաները ապրեն այս աշխարհում եւ ասում ենք գտնում է որ բոլոր այդ կայսրություններում հրեաները աջիշտ իր առածը պիտի անեն զդիա Թուրքիա թուրք պիտի լինեն, Ռուսիա ռուս պիտի լինեն, Արաբիա արաբ պիտի լինեն, որ իրենց նպատակը առաջ տանեն, մղեն եւ այլն, որը երևի թե այսօրվա մեր իմացած մեր ժամանակների հրեայի այսպես բնորոշող բանն է, չէ՞, դիբար, հրեա որ ասես, հենց դա է։ Ամերիկայում ամերիկացի, Անգլիայում անգլիացի, չէ, անգլիացուց ավելի անգլիացի, գերմանացուց ավելի գերմանացի, ի նպաստ իր ժողովրդի, իր հավատամքի, իր այսպես ասած ազգի։ Հիմա Վամբերին ուրեմն այդ անձն է,
որը Թեոդոր Հերցլի ժամադրությունն է ապահովում Սուլտան Աբդուլհամիդի հետ։ Սա լինում է 1896 թվականի, երբ որ Բազելի կոնգրեսը հավաքվում է։ Բազելի կոնգրեսի ժամանակ, սիոնիստների համակումարի ժամանակ, որոշում է կայացում, որ քանի որ այդ պետությունը, որը մենք ուզում ենք ստեղծել, հрьяաների այսպես ասած ազգային օջախ, գտնվում է Օսմանյան կայսրության դիրապետության, ներքո, ուստի մենք պիտի գործ ունենանք Օսմանյան դիրապետների հետ։ Ով է Օսմանյան սուլտանը այսօր, որ կարող է վճիռ կայացնել, ուրեմն այդ մարդը։ Դուք հիշում եք երևի իմ պատմածի մեջ Նասի ընտանիքի, չէ, Յուսեֆ Նասին, որ Տիբերիայի իշխան էր, դարձել արդեն այդ Սուլտան Սուլեյմանի օրոք եւ նաեւ իշխանի դիտողս էր իրեն շնորհվել եւ այդտեղ Օսմանյան կայսրության բյուջեից հատկացված փողերով ցանգապատվել էր Տիբերիան, որ այժմ Հյուսիսային Իսրայել պետության մի այսպես ասած փոքր ավան է, բայց այդ ժամանակ լուրջ դեղ էր։ Կոնե առաջին պատմական շրջանը, որ հրեայի ետ վերադառնալով հրեաներին հատկացված մի գետ էր, այդպես մտածեն Տիբերիան։ Ուրեմն պատկերացրեք իրենք այդ սիոնիստների կոնգրեսի որոշումով հենց Թեոդոր Հերցլը իբրև առաջնորդը սիոնիստական կոնգրեսի, ուրեմն պետք է սուլտանի հետ հանդիպի, բայց սուլտանը ոչ մի ձևի չի ընդունում։ Ինչքան մարդ են առանց գցում, որ բանանի, երևի Սուլտան Աբդուլհամիդի մոտ այսպես ասած հրեաներին ընդեմ հակառակ ինչ-որ գեցված կա, որի պատճառները ինձ հայտնի չեն կոնե, անընդհատ մերժողական բան, բայց Արմինիուս Վամբերին այդպես անում, սիրով ընդունում է միանգամից Սուլտան Աբդուլհամիդը ու ասում է, խնդրում եմ, ընդունեք, դա մի ամբողջ ժողովրդի այդպես ասած առաջնորդող անձն է, շատ զարգացած եւ այլն, եւ Սուլտանը ասում է, բարի, թող կա ընդունենք։ Այդ հանդիպումը դեղում է մոտավորապես 1 ժամ։ Սուլտանի հետ Աբդուլհամիդի Թեոդոր Հերցլի առաջին հանդիպումը։ Ու այդ առաջին հանդիպման ժամանակ առաջարկը այսպեսին է. մենք Օսմանյան կայսրության յետ վերադարձի իրավունքը ձեռք բերելու դիմաց ընդունում ենք լինել հպատակը Օսմանյան կայսրության, ինչպես բոլոր հպատակները, ինչ որ մեզ հասնում է, այսին հարգեր վճարել, բան հպատակին այսպես ասած բարդականությունները կատարելու ենք սուլտանատի անտեպ Օսմանյան, միակ բանը որ մենք պիտի այդ տարածքում իրար հետ կոմպակտ ապրենք, մեր լեզուն զարգացնենք, դպրոցներ ունենանք, մեր գղերական խավը լինի ռաբիների եւ այլն, սա է բանջի, որի դիմաց առաջարկում է մոտավորապես 20 միլիոն ոսկի սրա համար եւ հետո այդ մի հանդիպման չէ, երկրորդ հանդիպման ժամանակ 20 միլիոնի գողքը 8 միլիոն ոսկի առանցին միայն սուլտանի ընտանիքին կամ ասենք սուլտանի անհատական այսպես ասած բյուջեին, բացի այդ պետական բյուջեից առաջարկում է։ Սուլտան Աբդուլհամիդը իր լսածներից այսպես փշակաղված, շատ չխայնացած, ասում է, ի՞նչ խայտարագություն է, ինչ է առաջարկում կայսրին։ Միթե այդ մեր ժողովրդի լավագույն զավակների արշավող այդին ասկյարների, զինվորների արյանքնով ցերկ բերված հողը վաճառքի է ենթակա։ Դուք միթե ինձ ձախ ու արարած եք տեսնում, որ ինձ կաշառելու փորձ եք կատարում, այսօր որ ցես փոխտանք, մեզ թույլ տվեք այդտեղ կա։ Երբեք վտարում է իրեն, վրընդում է իր բանից, այսպես ասած ընդունած սենյակից, շատ չխայնացած վիճակով, այդ ասճանը, որ նույնիսկ ասվում է, գա մի քանի հատ այդպիսի աղբյուրներ, որ նրան գլխատելու աստիճանի հրամանը տալու պատրաստ է եղել, որ սրան վերացրեք թող գնա, էլ այդպես, Սուլտան Աբդուլհամիդը, եւ որտեղ Վամբերին գրգին նրան մեղմացնելու, փապկացնելու եւ այլն թերումը հանդես գալիս սուլտանին, եւ դա դեղի չի ունենում, այսինքն եթե Թեոդոր Հերցլը եղել է, գա այդ սուլտանի պարգացած չխայնացած վիճակով Աբդուլհամիդի Վամբերի շնորհիվ է, այսինքն իրեն կյանքը բարդական հենց այդ ձերուկ աղվես իրեն բարերով ասված Արմինիուս Վամբերի։ Ուրեմն առաջին հանդիպումը Թեոդոր Հերցլին շատ խայտարակ վատ անցնելուց հետո սրանք չգիտեն ինչ անեն, այսինքն այդ հրեական կոնգրեսի այսպես ասած առաջադրանքը, որ պետք է կատարվի, չի ստացվում։ Համար 1-ը այդ ամբողջ կայսրության նման մտքին ընդհանրապես մոդիկ չի կանգնած, Ուրեմն ինչ են անում, մտածում են, ասում են, քանի որ ուղղակի չի լինում, եկեք անուղղակի այս նույն բան անենք, հողը նախապատրաստենք, պայմանները ստեղծենք, երևի կստացվի այդ մի անգամ։ Եվ լսում են լուրջ գործի։ Համբուրգում սիոնիստների հավաքի ժամանակ, որտեղ մասնակիցներից մեկն է նաև Էմանուել Քարասոն, իրեն հանձնարարվում է եւ ինքը ասում է, լսեք, այդպես չի։ Դուք ասում եք, ասած հրեական զր բանով, ֆանատիզմով, ինքը հավատացյալ սիոնիստ է, պատկերացրեք Էմանուել Քարասոն, հոգևորականի զավակ, ասած արմադական սիոնիստ,
ասում է Թուրքին պիտի շոյես, Սիլիբիլյանես, այդպիսի բանով չի, այս ամբողջ ասում է հանգիստ է սիրում, գանց այս հարցը մենք կլուծենք, դուք բան մի արեք, այդպես իրար մի խառնվեք եւ բարդականությունը վերցնում է իր վրա կամ իրեն է հենց կոնկրետ հրանգ իջացվում, Էմանուել Կարասոն դառնում է հենց երիտ թուրքական գազագերբության նախնական աշխատանքները կատարելով դրա հիմնադրողներից մեկը, ամբողջ մասոնական օթյակը, այդ ամբողջ դարաշրջանում, Բալկանյան դարաշրջանն է, այդ Մակեդոնիա ռիզորտը, ծառայեցնում է հենց այս նպատակին, այդ սիոնիստական նպատակին, որ սուլթանից այս, այդպես ասած, համացայնության բոգելու ընթացքը լինի։ Եվ այդպես էլ լինում է, ուրեմն Էմանուել Կարասոն այս գործի մեջ առաջին ընդգրկած մարդկանցից մեկը հենց հետո որ մենք իբրև Թալատ Փաշա պիտի ճանաչենք, Մեհմեդ Թալատ անունով գես փոմակ, փոմակները Բուլղարիայի սլավոն բուլղարացիների քրիստոնյա հատվածն են, որոնք բռնի իսլամացվել են, բայց երբևէ իսլամ չեն ընդունել։ Հիմա նորից վերազարթնում են փոմակները, Բուլղարիայի ժողովուրդն են։ Ուրեմն գես փոմակ, այդ գես փոմակի գեսն էլ քնչու, ցիգան, այդ հատվածի Կարպատների ցիգան, սա իրեն այսպես ասած հորգողն է, Թալատ Փաշայի։ Իսկ մորգողն, հրյա Սաբետայիստ դոնն է, հենց Սալոնիկի հյուսիսից, Թալատ Փաշայի ընտանիքը սա է։ Ուրեմն ինքը իբրև փոստադար ամենաներքևի, այսպես ասած փոստային համագարկի Օսմանյան գայսրության աշխատողներից մեկ եղած ժամանակ Էմանուել Կարասոյի կողմից հավաքագրվում է նույն այդ օթյակի մեջ, որտեղ ինքը Կարասոն կա, եւ մասոնական օթյակները իմիջայլոց պետք է ասել, որ 3 անցանցից էր բջիջներ էր կոչվում, այդ մի օթյակում կարող էր միայն 3 հոգի լինել, 3 + 3 + 3, եւ մի 3-ը մյուս 3-ին չի ճանաչում, եւ պետք չի ճանաչի, վերևի, մի շարք վերևի մասոնը պիտի իմանա, բայց դա չի պիտի իմանա, սա ինչ-որ հիերարխիա եւ բուրգն է, հենց այդ մասոնական, որ ասում եմ, պատկերացրեք այդ Թալաթը, այդ բուրգը առաջին անգամ երբ որ հավաքագրվում է եւ մինչեւ դառնում է հենց իշխանության համար մեկ մարդը, ընդամենը երևի 14-15 տարի անցնում։ Այսքան ընթացքում այդ փոստային համագարկի, սովորական աշխատողից հասարակ աշխատող Թալաթը դառնում է մի ամբողջ կայսրության համար մեկ թիվը։ Եվ այս ամբողջ անում է Էմանուել Կարասոն։ Հենց հետևում կայնած մարդն է։ Հիմա Էմանուել Կարասոն բավականին ուրեմն լուրջ դեմքեր բանակային ընդգրկում է մասոնական օթյակի մեջ։ Մասոնական օթյակներից ծնվում է երիտթուրքական գազագերբության հաջորդյալ ստեղծումը։ Դրա համար առաջին իսկ ժողովը անում են Կոնստանդնոպոլսում գա Ադրիանապոլսեցիների դեպի Ադրիանապոլիս Էդիրն է դանող ճանապարհի, որը այդ ժամանակ հրեական եւ հայկական թաղամաս էր, հիմա եւս հրեական եւ հայկական թաղամաս է, Էդիրնե Կապու են կոչվում, այդտեղ առաջին քաղաքնի ժողովն է լինում, այդ առաջին քաղաքնի ժողովին մասնակցում է մեկ ալբանացի ֆրամասոն, ուրեմն մեկ բուլղարացի, էլի ֆրամասոն, մեկ հույն ֆրամասոն եւ մնացած բոլորը դոնմե սաբետայիստ, մի հատ ծագումով թուրք, այդտեղ որ ընդհանրապես սաբետայիստ չէ, ինքը թուրք է, երևի 8 հոգանոց մի խումբ քաղաքնի առաջին ժողով անում են Էդիրնե Կապու Կոնստանդնոպոլիս, որտեղ եւ որոշում ներկայացվում, սա լինում է 1896-ի վերջ 97, երկու թիվ կա, այդպես հստակ չի, եկեք մենք դա անցնենք իբրև 97 թվական, որից մեկ տարի հետո պիտի արդեն ստեղծվի գաղտնապար, ուրեմն Իտահադ եւ Թերակկի երիտթուրքական գազագերբությունը Սալոնիկում։ Ուրեմն այդ ժողովից հետո այդ 3 երյակին հրանք է իջացվում, որ սուլտանին դավալելու համար է ստեղծվելու իսպանը, նպատակը իշխանապողությունն է, ուրեմն թագավորական սուլտանական գարկերի անհետացումը եւ եվրոպական տիպի ազգային պետության ստեղծման նպատակը հետապնդում։ Երիտթուրքերի ստեղծման բանը սա է։ Անշուշտ յուրաքանչյուրը նրանցից շատ լավ հասկանում է, որ այս ամբողջը կատարվում է հենց միայն սուլտանին նեղի մատնելու եւ նրանից ինչ-որ բան բողելու համար։ Ուրեմն այդտեղ աշխատում է 3 առանցին հատված, մեկը ուղղակի սիոնիստական կոնգրեսի հետ կապը հաստատող մարդիկ, որոնք հрьяաներ են կամ դոնմե հрьяաներ, այստեղ չի գա թուրք, հույն, ալբանացի եւ այլն։ Երկրորդ հատվածը
թուրք, ալբանացի, բուլղարացի, հույն, հետո նաև հայ, նաև մասնակցում են հայերը այս նույն ընթացքին։ Ուրեմն նրանք երբեք չի պիտի իմանան այդ նպատակը ինչի համար են իրենք այդտեղ, իրենց պիտի պարզապես հյումանիստական, առաջադիմական, եվրոպական, այսպես որ ասում են, արևմտյան, արժեքներով ապրող մի նոր պետության ստեղծման, գաղափարախոսության եւ անշուշտ նրանցից յուրաքանչյուրը անպայման պայման է որ լինի մասոն։ Եթե չի գա մասոն, չի կարող ընդգրկվի երիտուրկական գազագերության մեջ, այսպիսի պայման են դրել իրենք, շատ հետաքրքիր է։ Ու սա միակ բացառությունը երևի թե դարիներ հետո, բայց ոչ այդ ժամանակ հանդիսանալու է Էնվեր Փաշան, որը չլինելով մասոն երիտուրկական գազագերության մեջ է մտնում եւ լուրջ տեղ է հասնում։ Միակ բացառությունն է։ Եվ միակ բացառությունն է նաև Էնվերի հատվածով, երևի ժամանակը կասեմ, Էնվերը միակ ոչ հրեան է այս ամբողջի մեջ։ Էնվերը գագաուզ է ազգությամբ, գագաուզները թուրք են, իրենց ծագումով, գիտեք Մոլդովա են ապրում, այժմ Կարպատներում քրիստոնյա են հավատամքով, քրիստոնյա թուրքերն են, աշխարհում միակ քրիստոնյա թուրք հատվածը դրանք գագաուզներն են։ Ուրեմն Էնվերի բաբիկը Օսմանյան բանագիտեն գրվելիս հենց, Բալկաններում, Մակեդոնիա, ռազմակերի է վերցվում վիրավորված վիճակում։ Եվ իրեն գլխադրելու դեղ ասում են, էսի լուրջ զինվորական անցյալ ունի, նախ պատրաստված էլի, Հեծելազորի բանն է եղել, առաջնորդող մարդն է եղել, Էնվերի հարազատ բաբիկը։ Ասել են ավելի լավ է սրան դեպշիրմեն դարձնենք մենք, այսինքն տավանափոխենք բան, նույնիսկ մեծ դարիքին փորձում են թլպադել, հետո մարդը խնդրում է չեն թլպադում իրան։ Այդպես, բայց ազգությամբ թուրք են գագաուզները, ասում են, բայց քրիստոնյա, ու ֆանատիկ քրիստոնյա, հավատացյալ քրիստոնյա, օրթոդոքս, ուղղափառ, ռուսաստանյան, հունական, սլավոնական, այսպես ասած, ուղղությունն են, իբրև հավատանք, տավանանք ունեն, ու իսլամացվում են, Էնվերը դրա թորն է, ու Էնվերը շատ լավ գիտի, որ իրենք գագաուզ են, եւ եթե մտնեք համացանց Էնվերի մասին, իր ընտանիքի մասին տվյալներ, այդտեղ ամբողջ ինչ-որ ասում եմ գա գագաուզների մասին, գագաուզները ովքեր են բան եւ այլն։ Միակ գագաուզն է Էնվերը այս եղածների մեջ։ Մնացած բոլորը այսպես հավաքագրված մի ամբողջականություն գրեթե մեջը բացառություններ 1, 2, 3, որ մանգակ կգտնենք, ցակումով թուրք։ Բայց երիտուրկական գազագերբությունը ստեղծում է հենց կոնկրետ սիոնիստների, այսպես ասած, որոշմամբ եւ շատ հետաքրքիր է, որ մինչեւ երևի 20-ական թվականները ժողովրդի մեջ, այսպես ասած թուրքալեզու ժողովրդի մեջ, երիտուրկական գազագերբությանը գոչել են հրեաների գուսակցություն, Յահուդի պարտիսի, շշմելու բան։ Յուրաքանչյուր քրող, հրապարակախոս, թերթեր, բանոր գարտակ, երիտուրկական բան, որ ինքը պանթուրքիզմ, պանիսլամիզմ ասում, բայց մարդիկ ասում են Յահուդի պարտիսի, այ մարդ, պանիսլամիզմը, պանթուրքիզմը ինչ կապ ունի Յահուդի հետ, այսինքն հրեաների հետ, չէ՞, դա դառնակ բան է, որ մարդը եթե թուրք է, թուրքական գազագերբություն է, բա Յահուդին որտեղից է լավ, հրեան, չէ՞, այդպես։ Ու դա շատ հատկանշական բան է, որ միշտ կնքվել է, դա այդպես ասում է, տարը ժամանակ իր գնիկը դնում է, թրոշվում է, չէ՞։ Այդ խմորի վրա թրոշնվածը երիտուրկական գազագերբության հրեական կուսակցություն, անունը այսպես է։ Եվ դա բնականաբար գալիս է դրանից, որ ասում է առանց գրագի ծուխ չի լինում, այդ գրագը վարել են հենց այդ հրեաները ստեղծել են, նպատակ եղել է սուլտանի տապալումը, կամ կոնե ծայրահեղ ցկտումը, որ բոգեն նրանից այդ համացայնությունը, որ կարելի լինի աշխարհասփյուր հրեաներին Դաղեստին տեղափոխելու սուլտանական հրովարտակի հնարավորությունը ստեղծվի։ Սա եղել երիտուրք գազագերբության հիմնադրումը։ Հիմա ուրեմն երիտուրքերը մի քանի պետության մեջ էին իրենք։ Ուրեմն դրանցից ամենակարևոր հատվածը Գերմանիա, Բերլին, Պրուսիա, որտեղ ուսում էին ստանում, այդ երկրորդը Փարիզ, Սորբոն, համալսարան եւ շրջակա համալսարան, երրորդը Շվեյցարիա, Լոզան, Բեռն, Ցյուրիխ եւ այլն։ Սա երիտուրկական գազագերբության առաջնորդող հանցածող առաջին սերունդ, երկրորդ սերունդ, մինչև իշխանապողության հասնել 1908 թվականը, ստեղծումից մինչև այդ լավագույն կադրերի եղած դեղերն են, որտեղ իրենք այդ դեղի, որտեղ որել գտնվում են, չէ՞, մասոնական գազագերբություններին անդամը հանդիսանալով նաև, ասենք ֆրանսական մեծ արևել, չէ՞, շոտլանդական ուղում կամ Պրուսիայում, ուրեմն նրանց միջև այդ շարգավված մի բան է,
Քիչ առաջ ես ասացի, որ երիտթուրքական գազագերբության մեջ ընդգրկվելու համար պայման էր ֆրանմասոն լինելը։ Այսինքն դու ֆրանմասոն չես, բայց շատ ես ուզում ընդգրկվել, քեզ չեն ընդգրկում ու դու ուզում ես հասկանալ ինչու, չէ՞, հա, ասում ես, լսի, ես լրիվ այդ գաղափարախոսությունը գիսում եմ, ես սուլտանին թեմ եմ, ես եմ, որովհետև նման օրինակներ կա էլի հավաքագրված մարդկանց, օրինակ մի հատ ռոմանտիկ, այսպես ասած, թուրք տղա կա, որ ինքը իրեն գոդորում է, հենց այդ գաղափարախոսության համար, որ Փարիզում է ուսանում ու ասում է, ես չեմ հասկանում, դուք պիտի խնդրեիք ինձ, որ ես անդամ դառնամ այս ժեն թուրքների գազագերբության մեջ, ինձ չեք ընդունում, մեկ իրեն ասում է, ախմախ, չես հասկանում, որ դու մասոն չես, դու պիտի մասոն դառնալ, որ քեզի գուսակցության մեջ ընդգրկենք, հա, այս հատվածը կա քրանցված, հիմա ինչ հետաքրքիր է, այդ տղան ասում է, չգիտի ինքը ինչ է մասոն, ասում է, չհասկացա, իսկ ինչ է մասոնությունը, դառնամ, շուտ դառնամ, որ անմիջապես գուսակցական դառնամ, այսինքն այս աստիճանի պայման էլի, դուք պատկերացրեք, ուրեմն այս աստիճանակարգը հենց այս բուրգը ստեղծել է Էմանուել Քարասոն, որ Էմանուել Քարասոն հետո պիտի դառնա 3 կարևոր դեղում շատ կարևոր թերակատարում ունենալու։ Ուրեմն Էմանուել Քարասոն պիտի դառնա Սիոնիստական կոնգրեսի երիտթուրքերի կամուրջող ռապորտները հասցնող մարդը առաջին, երկրորդը պիտի դառնա սաբետայիստ դոնմեների հատկապես փանագում, երիտասարդ սպայագույդում, փանը դաբալելուն պատրաստվող, հա, զինյալ գազագերբության հատվածը, որ զինվորական հեղաշրջումով դաբալեցին Սուլտան Աբդուլհամիդին, հա, 1908 թվականին եւ այդ ամբողջը Տրակիայի, Մակեդոնիայի, այս Սալոնիկի դոնմե սովետայիստ հրյաների զինվորական սպայագույտներ, լրիվ ամբողջությամբ, որի մեջ էր նաեւ թեր շատ երիտասարդ Մուստաֆա Քեմալը, հա, այդ նույն երիտասարդների մեջ, որոնք քայլեցին թեպի բան, բարձր դուր էլի, բանով զինվորական քայլերով քայլեցին, անշուշտ սատրանք արեցին 31 մարտի դեպքեր կա այդտեղ, բայց դա մանրամասնելու կարիքը չկա, ուրեմն նա այդ կապն է ապահովում, երրորդ բանը, որ ինքը երիտթուրքական գազագերբության մեջ հատկապես հրյաների գտնված բոլոր բջիջների Օսմանյան գայսրության հենց այդ 1908-ից մինչև 14 արդեն հատվածում, ուրեմն թե նրանց քաղաքական հատվածի ներկայությունն է ապահովում խորհրդարանում, մեջլիսում, թե նրանց առաջադար թեմքեր դառնալու համար յուրաքանչյուր քայլը պայմանավորվում է Օսմանյան պետության Կոնստանդնուպոլսում մայրաքաղաքներ, Իստանբուլ, ուրեմն գտնվող դիվանագիտական կորպուսի Անգլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, այդ Ռուսաստանի, այդ խոշոր պետությունների, այսպես ասած գայսրությունների, տեսփանությունների եւ հյուպատոսությունների հետ գաբը։ Եվ այստեղ Էմանուել Քարասոյի, այսպես ասած, ճանկերով երևի թե ոսկերչական ճշգրտությամբ, ժամացույցի, այսպես ասած, ճշգրտությամբ աշխատանքը տալիս է երբուտողները։ Երիտթուրքական գազագերբությունը դառնում է մի ամբողջական ուժ, երիտասարդ, ըմպոստ, այսպես ասած, թեպի ազատություն, թեպի առաջադիմություն, այսպես ասած, բաներով ֆրանսական բուրժուական հեղափոխության 1779-ի բաները վերցնում է նաև գարկախոսը դարձնելով Իրանը, լիբերտե, էգալիտե, ֆրատերնիտե, ազատություն, եղբայրություն, հավասարություն, որը նաև ֆրանմասոնական հենց բան է ինքը, այդ գարկախոսը, մասոնական գարկախոս է, որ բուրժուական հեղափոխության ժամանակ օգտագործվել հենց մասոնների կողմից ներդրված, որը նաև Ֆրանսա պետության, այսպես ասած, պետական գարկախոսն է, այսօրվա Ռեպուբլիկ Ֆրանսեզ, ինքը երիտթուրքական գազագերբությունը կայացնում է։ Հիմա երիտթուրքական գազագերբության կայացման համար մի շատ կարևոր թեր եւս է ստանցնում Քարասոն, ուրեմն քաղաքնի թերթ է հրատարակում Սալոնիկում երիտթուրքերի կողմից։ Այդ թերթի ամբողջ խմբագրակազմը լրիվ գրեթե երկու բացառությամբ, մեկը Ռուսաստանից եկած թաթար, մյուսը Դիկրանագերդից եկած քուրդ Զիագյոկյան, որը պիտի դառնա պանթուրքիզմի, գաղափարախոսության առաջնորդողներից մեկը, առաջադար դեմքերից, ուրեմն բացի այդ երկուսից թուրքական հայրենիք, թուրք յուրդու անունով թերթ են հրատարակում։ Հրատարակիչներից բոլորը ամբողջ խմբագրակազմը հրեա։ Չէ՞ դա քրքիր։ Հրեային ինչին է պետք թուրք յուրդու, թուրք վատանը, թուրքի հայրենիք, այսպես։ Եվ այդտեղ մի համաթուրքական թուրք ազգի, այսպես ասած, ստեղծման մի ռոպագանդ, որ
անպատկերացնելի, որ նման բան պատմության ոչ մի ժամանակահատված չի եղել։ Իրենք չեղած դեղից փորձում են ստեղծել մի ազգ, մի ազգություն, մի ազգային միավոր, որը հետո պիտի դառնա ազգային pedagogan միավոր, Թուրքիայի Հանրապետություն դրան են դանելու։ Այս ամբողջը ծրագրավորված գործում է եւ այս ամբողջ ծրագիրը գործող ժամանակ գործող բոլոր անձինք ներգրավված լինելու նաեւ ռուսաստանյան ցարական Ռուսաստանվածում ապրող այդ հրեական հալածյալ հրեաների առաջնորդներին, որ նպատակը դարձնում են այդպես այդ Փանթուրան կոչված երկիրը անձայնացի Ռուսաստանի իմպերիայի, ցարական Ռուսաստանի, չէ, տարածքի մեջ մտնող հատվածն է, այսինքն իրենք նաեւ Օսմանյան գայսրության դաբալման գողքը զուգահեռ Ռուսաստանի, ցարական Ռուսաստանի դաբալման զուգահեռ այդ բանն են դառնում, աշխատանքն են կատարում։ Բոլոր այդ մարդիկ, ում անունները գդամ, դալու եմ կամ տվել եմ արդեն, երկկողմանի այս ծրագրի իրագործման համար աշխատող զինվորներ են եղել։ Ու նույնիսկ բարձրագույն զինվորներ կամ սպաներ կարելի ասել, որտեղ մեծագույն հաջողությամբ են արել, որտեղ թաշտը իրենք գաղտնապար են, եւ որ մի բանը գաղտնի ես անում, այդ բանը ոչ բացահայտ, ուրեմն նաեւ դու քո այդ գործի անվտանգությունը ապահովելու համար ինչքան բան անհրաժեշտ է, դա տեղի ես բերում։ Գաղտնի բոլոր գազམ་ագերությունները աշխարհում այդպես են գործում։ Ֆրանմասոնական գազམ་ագերությունը գաղտնի է։ Սիոնիստի անունը սիոնիստական կոնգրես գործող անձինք, ովքեր որ կան մեջտեղում երևում են մասնաճյուղերով անտես, բայց ռանկողները իրանք չեն, իրենք երբևէ չեն երևում, վարակույրի հետև են, գաղտնի։ Երիտթուրքական գազམ་ագերությունը ստեղծվել է Օսմանյան գայսրության մեջ, որ չի գա լուսակցություն, գաղտնի։ Այս ամբողջ գաղտնիները, 3 գաղտնի, չէ, 3 անուն տվի, 3 համագար, այդքան միացուված շաղկապված, ոնց որ մի շղթայի 3 օղակները աշխատում են, որ իրենց այդ աշխատանքը կարողանան ի վերջո իսկապես բան անել եւ այդ գաղտնաբավությունը, գաղտնիությունը նաեւ մարդկանց թեկուզ երիտասարդը այդ այսպես ասած ժամանակաշրջանում որ երում է քո արյունի մեջ մարդկանց նաեւ ինչ որ խթան է հանցանում գիտես դու քեզ կարևորում ես ես գաղտնի մի կառույցի մեջ եմ ինձանից շատ բան է կախված հա ես չգիտեմ ով է իմ այդ հրանքող շեֆը բայց ես պիտի իրեն ցույց տամ ես ով եմ կարևոր չէ քո ազգային պատկանելությունը դա էթնիկ կամ հավատանքը դու ինչ որ կառույցի մաս ես կազմում ու կարծում ես իրենք քեզ անընդհատ սրսկում են քեզնից է կախված սրաչողությունը դու չլնես ախպեր ջան մենք կորած ենք իմացիր բան ու այսպես են աշխատել մարդիկ շշմելու այդ ժամանակահատվածը հիմա Էմանուել Կարասուն միակ մարդը որ պատմության այսպես ասած զալկերում պիտի ուսումնասիրվի երևի իր մասին պետք է իրոք լուրջ ուսումնասիրություն կատարել չլինելով Օսմանյան հպատակ այս մարդը Իտալիայի քաղաքացի անցած է իտալական թագավորության քաղաքացի անցած է ուրեմն բայց Իտալիայի հետ որևէ կապ չունի այդ ֆրանմասոնական գաբերի շնորհիվ այդ քաղաքացիությունը ցերկ բերել որևէ կապ չունի Իտալիա մարդը ծնվել է մեծացել է Սալոնիկ Խախամի որդի հայր ռաբի հավատացյալ արմատական այսպես ասած ֆանատիկ բան հուդայատավան մարդ սիոնիստական կոնգրեսի անդամ ֆրանմասոնական օթյագի ստեղծող Մակեդոնիա ռիզորտայի ամբողջ բալկանյան հատվածի պատասխանատու երիտթուրքական գազམ་ագերություն բայց վադակ չի մարդը Օսմանյան վադակ չի միակ բացառությունն է Օսմանյան գայսրության պատմության մեջ որ այս մարդը առանց Օսմանյան գայսրության հպատակ դառնալու դառնում է մեջլիսի անդամ դեպուտատ չի գա շարունակ որ մանգած չի գա պատկերացնում ես այսինքն Օսմանյան հպատակ սերբերը բուլղարացիները ռումինացիները հույները հայերը եւ այլն նրանք հպատակ են եւ կարող են դառնալ ոչ մի խնդիր չի գա բայց որ դու այդ երկրի հետ կապ չունես ո՞նց ես դառնում անդամ դա անհասկանալի է առ այսօր եւ չուսումնասիրված այս մարդը օրինական պաշտոնական դառնում է խորհրդարանի անդամ եւ Սուլտան Աբդուլհամիդի դաբալման ժամանակ դառնում է համար 1 4 հոգանոց մի պատկանորական խումբի ուրեմն պամպերը խոսնալի ինքն է դառնում որ գնում են այդ ուղերձը որ սուլտանին որ դուք դաբալվել եք արդեն ակսորվելու եք հիմա այդ ուղերձը պիտի գարտան սուլտանի հենց բանում Յիլդիզի բալադում Կոնստանդնոպոլիս ուրեմն այդ գարտացող Էմանուել Կարասոնը գողքը գայնածը այդ ալբանացին է որ ֆրանմասոնների երիտթուրքական գազམ་ագերության ստեղծողներից մեկը շատ լուրջ տեմ հետո անգախ Ալբանիայի
հռչակման ժամանակ ալտերագալարում բիդոնն այդ նույն մարդը երրորդը ուրեմն Զակումով Բաթումից վրացի է իսկ չորրորդը մեր Արամ Էֆենդին որ հայ պատգամավոր նաև ֆրամասոն հայ մասոնական օթյագի ուրեմն անդամներից մեկը ուրեմն այս Էմանուել Քարասուի այդ կարիակը առաջնորդած կարիակը եւ որ Աբդուլհամիդին իր այսպես գարկալույց արվելու արդեն այդ իշխանությունից զրկված լինելու ուղերձն են գարտում իրեն իր բալադուն այս Սուլտան Աբդուլհամիդը այդքան գազավում ասում է լսի ես եկա մեծ գայսրության մեջ չկդամ մի հատ թուրք որ հրյային են բերել ինձ քահանյեց անելու բանը գարտացում հասկացար ասում է լավ բա ինչու Սալոնիկ այդ դեպքում աքսորել չէ եթե դու գայսրին աքսորում ես գայսրին միտաքսրես մի այդպիսի դեր անձարազիր է Օսմանյան պետությունը չէ օրինակ Մարոկկո միտաքսրես որ այդ որ ասում է ջահանդամ որ անհասանելի դեր որ որտեղից ինչ մարդ հավաքի ինչ ուզավակի որ նորից իշխանության կա չէ գպորցի մարդը երբ որ կանգնեցել առաջին անգամ մի Օսմանյան սուլտան կանգնեց չի գա օրինակը նրան սա առաջին վերջին դեպքն է ուրեմն սուլտանը վրեժխնդիր կլինի չէ ուժեր գա բանակ բան որ իրեն սադարող երիտուրքեր որտեղ գամուգացի մեջ են իշխանության եկել գիսա իշխանությունը դա 1908 թվականի մասին է խոսքը իրենք լրիվ իշխանություն ցերկ են բերում 11-12 թվերին 12 թվականի մեջլիսը ամբողջությամբ իր ցերկ անցկացնելով եւ սուլտանական հատվածին այսպես ասած շատ նվազեցնելով իրենց տիպը Սալոնիկը գված է Կոնստանդնուպոլին այդքան մոդիկ 40 ասում է դու պետք է ասում եմ մեր աչքի դապ լինեք պատկերացրեք սա ինքնախոստովանություն է մի գազམ་ագերբության համար աչքի դապ լինել Սալոնիկ նշանակում է Սալոնիկ մեգա մերն է այո մայրաքաղաք Օսմանյան գայսրության դա Կոնստանդնուպոլիսն է Ստամբուլ բայց Սալոնիկը մերն է ու մերը եւ մերը կլինի եթե սուլտանը Սալոնիկում է նշանակում է ամբողջ հрьяաների բանի դապ պիտի գտնվի չէ աչքի դապ պիտի գտնվի այսինքն որևէ շարժում չի կարող լինել այդտեղ հա իրենց աչքից դուրս էլի հա իրենց չնկատած դա այդքան էական է որ ասում եմ սա եւս պիտի մեր պատմաբանների կողմից ուսումնասիրման թեմա դառնա նրան աքսորավայրի տեղի ընդրությունը նույնիսկ ջջում է այս ամբողջի այսպես իրականության համապատասխանության մասին հիմա երկրորդ հանդիպումը այս արանքում ցածկեցինք Թեոդոր Հերցլը երկրորդ անգամ հանդիպում սուլտանին ուրեմն յետենք վերադառնում ոչ թե արդեն քահանյեց անելու ժամանակ 1908 այլ 1902 թիվ այս մի անգամ Էմանուել Քարասոին է հաջողվում հենց այդ որ ասում էր թողեք սա կարվի եւ այլն ուրեմն այս երկրորդ հանդիպման ժամանակ Էմանուել Քարասոն ինքը իբրև երիտուրկական գազམ་ագերբության ներկայացուցիչ ժամադրություն է կարողանում վերցնել Սուլտան Աբդուլհամիդից եւ Թեոդոր Հերցլի հետ միասին այդ հանդիպմանը մասնակցելիս երևի երաբատկում են այդ առաջարկը նյութական գրգին անգամ եւ այս մի անգամ շատ հետաքրքիր բան են առաջարկ անում ասում են դուք ձեր երկրի ամբողջ այդ քրիստոնյա հատվածը լրիվ կարող եք բնաճինչ անել մենք Եվրոպայում մեր ունեցած ամբողջ մամուլով թերթերով որ լրիվ մեր ցերկն է դա իրենք ասում են երբևէ այդ մասին չենք բարձրացայինի դուք հանգիստ եղեք այդ որ 1894-96 թվականին հայկական ջարդերը չէ ցեղասպանության սկիզբն է դա 1894 թվականին որ սկսվել էր Եվրոպայում ամուգ էր բարձրացրել բավականին որ ոնց թե քրիստոնյա մի ժողովուրդ իր բնորանում էսենց սպանթի ընտարգվի գոտորածների եւ այլն այսինքն այդ հյումանիստական քրիստոնեական հատվածը Եվրոպայում ընդդիմացել էր այդ եղածին ճնշումներ չգիտեմ ինչ մեզ մի անգամ ոչ մի բան չի հանգիստ եղեք մենք ամեն ինչ մեր ցերկի տակ է մեր վերահսկողության Անգլիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Հունգարիա, որևէ ընդդիմացող ցես եւ մեր մամուլով կապահովենք ձեր այդ ամբողջ ընթացքը դուք կդառնաք ազգային մի պետություն թուրքական առաջարկում են սա իրեն ու ասում ես ինչ ես Օսմանյան պետության ամբողջ եղած հույների եւ հայերի ցերկում է սա ասում եմ մի մարդու Սուլտան Աբդուլհամիդը ում մայրը հայ է վերջինը պատկերացնում եք հայի զավակի հետ են խոսում ու մենք ցեզնից ասում են շատ բան չենք ուզում մենք հիմա ինչպես են Ավստրիա, Հունգարիայի քաղաքացի նպատակ Գերմանիայի, Պրուսիայի կամ Ֆրանսիայի չէ
Այդ կամ որ մեզ թույլ տվեք գնանք Վաղեստին, մեր այսպես ասած պատմական հայրենիքում տեղավորվենք, կոմպակտ ապրենք, մեզնից է շատ մեծ օգուտ, դուք բարգի դագեք, Օսմանյան կայսրությունը հիվանդ կայսրություն է, վերջալույսն է ապրում, մենք ձեզ առողջացման ծրագիր ենք առաջարկում։ Մի վերածնունդ կապրեք, այդպիսի վերածնունդ, մի այդպիսի վերել, որ դուք ինքներդ չեք հավատա եւ այլն։ Այս կան բան են առաջարկում, եւ մարդը գրքին անգամ չէ որ չէ։ Հասկացեք, Սուլտան Աբդուլհամիդը ասում է դուք ով եք։ Ինձ նման բան պիտի առաջարկեք։ Իմ երկիրը այստեղից այդտեղ։ Ինչ անենք, որ այսօր մենք բանկային այդ համագարկի ձերը ստեղծած հрьяաների մասին այստեղ ագնարկը Սուլտան Աբդուլհամիդի կողմից, որ այդ Տոգոսային բանով մեզի մի այդ տիպի իրավիճակի մեջ է դրել, որ մենք այսօր շատ դժվար ժամանակներ ենք ապրում, բայց իմ ազգս, փարայեղ անցյալ ունեցող Օսմանյան կայսրությունը, այս սուլտանական այսպես կեցվածքով, բան գնացեք այստեղից, այլևս չեմ ուզում ձեզ լսել, ձեզ բան անեմ, ասում եմ, եթե շուտ չհեռանա այդ մարդը, առաջին իսկ գնացքով, Թեոդոր Հերցլի մասին է խոսքը, այս մի անգամ իրեն ասում է քերեզման եմ ուղարկելու, իմացեք։ Թեոդոր Հերցլին ողջ առողջ, այսպես ասած, առանց կյանքի սպառնալիքի Կոնստանտինոպոլսում դուրում են գնացք, Օրիենտ Էքսպրես, ուրեմն արևելյան ջևընթացով եւ մարդը ետ է գնում։ Հիմա, երբ որ ետ է գնում, այս հանդիպուն արդյունքում, այդտեղ է թաղված շանքալողը։ Ուրեմն ամիջապես սիոնիստական ամենաբարձրախավ մարդկանց հավաքում են լրիվ եղածին, ուրեմն մի ժողով են կայացնում, այդ ժողովում իրենք որոշում են Օսմանյան կայսրության վերջը բերել, սա սիոնիստական կազմակերպության որոշումն է, եւ ասում են, քանի որ ոչ մի ձևի չի ստացվում սուլտանից, այսպես ասած, սուլտանի հետ փոխհամաձայնության գալ, դրան այսպես ասած ընդունելի չի հրեական տարածքներ մեր վերադարձի հնարավորությունը ստանալը, ուրեմն մենք պիտի նրան վերջը բերենք, ու ասում են մենք դրա վերջը կբերենք, շատ հաստատական այսպես, եւ այդ ուղղությամբ աշխատում են։ Այդ ուղղությամբ աշխատանքներին շատ կարևոր մի թերակատարում ունենալու մի մարդ, որը նաև մեր ամբողջ պատմության մեջ լուրջ դեր է կատարել, Հայմ Վայզմանը, այսպես ասած Իսրայել պետության ստեղծողը, որը դառնում է աշխարհի համաշխարհային սիոնիստական կոնգրեսի նախագահը։ Հայմ Վայզմանը ծնվել եւ մեծացել է Ռուսաստանում, իր ուսումը ստացել է Շվեյցարիայում, հետո Ֆրանսա եւ հաստատվել է Բրիտանիայում։ Ուրեմն Բրիտանիայում սիոնիստական կազմակերպությունն է գլխավորել ինքը եւ շատ հայտնի Բալֆուրյան հռչակագիր կա, գիտեք, արտգործնախարար որ 17 թվին Ռուսաստանում դեր ունեցող հեղափոխությունից է, երևի 2-3 շաբաթ առաջ հռչակեց Բալֆուրյան առաջին թիվանագիտական, pedagogan, պաշտոնական փաստաթուղթն է Բալֆուրյան հռչակագիրը, որ ասում էր Մեծ Բրիտանիան ընդունում է հрьяաների ազգային օջախի ստեղծման գաղափարը եւ սիոնիստական կոնգրեսին ողջունում այդ ընթացքին դանող բոլոր քայլերում եւ սադար գաննելու խոստումն է տալիս։ Պատկերացնում եք, սա առաջին անգամ պատմության մեջ փաստաթղթավորված մի հռչակագիր։ Ուրեմն Հայմ Վայզմանը դեր Էմանուել Կարասոյի ժամանակներով, Թեոդոր Հերցլի ժամանակներում Բրիտանիայում սիոնիստական այդ ամբողջ ցանցը հյուսող 4 կարևոր անձանցից մեկն է, որ ամբողջ բանկային համագարկը Ռոթշիլդի, ծառայեցնում են այս սիոնիստական ծրագրի իրագործման համար եւ հենց այդ գաղտնի ժողովում Օսմանյան կայսրության վերացման արդիվ մասնակիցներից մեկն է։ Նույն այդ ժողովի մասնակիցներից մեկն է Ալեքսանդր Փարվուսը, Իսրայել Լազարևիչ Հելֆանդ անունով Բելարուսում ծնված մեծացած հրեան, որ այդ նույնը ինչ որ Բրիտանիայում, Հայմ Վայզմանն է, այս մարդն անում է Պրուսիայում, Գերմանիայի, այսպես ասած գայսրության ներքո։ Ուրեմն Ավստրիա-Հունգարիայում Վամբերին, Թեոդոր Հերցլը եւ երկու հոգի եւս լուրջ աշխատանք են ուզում եւ մամուլը, այդ որ ասում են Գարմիր Սուլտան Աբդուլհամիդին ծաղրանագարներ, ձերքը արյան մեջ տտախված, ինչ ուզեք, մամուլը մի արշավանք է սկսում Համիդյան, որ նայեք, այդ Թեոդոր Հերցլի հանդիպումից ամիջապես հետոյի ժամանակաշրջանն է։ Ասում են մենք հիմա քեզ պիտի ցույց տանք մեր ուժը, մենք ով ենք։ Ու շատ հետաքրքիր է, շատ տարիներ հետո, երբ որ արդեն հрьяաները 5 պատգամավորով հանդես են գալիս 1912 թվականի երիտթուրքերի արդեն ամբողջությամբ իշխանությունը վերցրած ժամանակահատվածը։ Էմանուել Կարասոն հենց ինքը, որ անուն ազգանունը փոխելով դարձնում է Կարասուն, Կարասուն թուրքերեն հնչեղությամբ սև ջուր է նշանակում։
խաղում նաև 40, որ իբրև թե թուրքերը, եւ ինքը գրում է, որ մենք բոլորս պետք է թուրք լինենք, հոդված ունի։ Պետք է ծառայենք այս թուրք ազգին, ամենաբարձր խավին եւ այլն, սա է մեր փրկությունը եւ այլն եւ այլն։ Ուրեմն այդ Էմանուել 40 ասում է, այս Ավուս Սուլտանը չհասկացա, մենք իրեն, ինչ անորանունը եկակումարներ ենք խոստանում, անձայրազիր հնարավորություններ, եթե դա մեզ առաջարկածը դեղի բերել։ Մենք ասում ենք շատ ավելի էժանով բրծանք։ Մեր առաջարկածի ընդամենը 1/10-ով, քիչ փող ծախսելով եւ ահագին մարդկանց հավաքակրած ասում է իրեն իշխանությունից զրկեցինք, տաբալեցինք եւ իշխանությունը վերցրեցինք, Սա հենց Էմանուել 40-ին պատկանող խոսքերն են, որ երիտթուրքական գազագերբության գլուխը կանգնած մարդն էր, վերահսկող, հենց կոմիսար, առանց 40-ի չկա երիտթուրքական գազագերբության պատմություն։ Ուրեմն սա այսպես։ Ես ցեզ մի մարդուց մի քիչ մանրամասն օրինակ տվի Էմանուել 40-ի հանցինս, այսպես ասած, իրեն կենսագրական տվյալները, որը հետո փախնելու է, եւ որ արդեն ցեղասպանությունը տեղի է ունենալու եւ շատ կարեւոր թերագադարում ունենալու հայկական ոսկին, ամբողջ ունեցվածքի Օսմանյան լայսրությունից դուրս բերման ժամանակ Էմանուել 45-ը, մինչև հիմա այդ ոսկիները երևի թե Շվեյցարիայում են, հայության պատկանող ոսկիները, որը երևի թե մոդավորապես, եթե միայն 1909 թվականի Ադանայի ջարդերը, որտեղ մեր 30,000 ազգագից սպանթի ենթարկվեց, մոդավոր կորուստը 7 միլիարդ դոլարի է համապատասխանում այժմյա, այս 21-րդ դարի դոլարային կուրսով, միայն Ադանայի ջարդերից ձեռք բերված, այսին թալանված ավարը հայության Ադանայի, մի հատվածում միան պատկերացրեք 7 միլիարդ դոլար, երևի թե ցեղասպանության ընթացքում մեզնից խլված ոսկեղեն, գոհարեղեն, ես տա նկատի ունեմ, ոչ թե հող, տուն, դրանք չէ։ Բարձրապես sense, այսպես ասած, ինչ որ կարող է ստանել էլի, վագոններով, այդ ամբողջը երևի թե մի 70 միլիարդի շուրջ պիտի լինի, հաշվարկը այդպես կոնկրետ ոչ ոք չի արել, բայց դա չի էականը։ Էմանուել 40 երիտթուրքական գազագերբության թալաթի ընդգրկած ժամանակ, որ հավաքակրեց բերավ, չէ, դրավ։ Ուրեմն բերում է նաև իր ամենամտերիմ, հենց այդ Սալոնիկից, եւ բայց իսլամացված, իսլամատավան դոնմե հрьяաներից, ուրեմն Մեհմեդ Ջավիդ անուն օգտագործող մարդուն, որը վիթարնա ամբողջ երիտթուրքերի համար մեկ ֆինանսատնտեսական գործ կատարող մարդը, կոնկրետ, դրա կողքը պիտի տենե իր լավագույն ընկերներից Էլի Խախամի դղա, հայրը ռաբի, Նեսիմ Ռուսո անունով մի մարդուն, որ դրա աջ եւ ցած ծերն է, լեյտենանտ է, այսպես ասած, Մեհմեդ Ջավիդին, Ջավիդը ֆինանսների նախարար է դառնալու երիտթուրքական կառավարության մեջ, ամենահայտնի թեմքը, եւ հայկական ամբողջ ունեցվածքը, այսպես ասած, անվնաս հանելով Ռոթշիլդյան բանկեր դեղափոխելու գործառույթներ իրականացնելու։ Էմանուել 40, Մեհմեդ Ջավիդ, Նեսիմ Ռուսո, այս երեք անձերը, կան նաեւ 3 հոգի եւս, բայց ոչ այդքան թեմք, ոնց որ իրենք։ Դոկտոր Նազմի, Մեհմեդ Ջավիդը, բարեկամն է, մորաքրոջ ծավալներ են։ Եվ մյուս կողմից Մուստաֆա Քեմալի հետ կուզեն են, պատկերացնում եք, Մուստաֆա Քեմալ Աթաթուրք, Ռեդովիտարն, մի ամբողջ ընտանիք, որ եւ մոր կողմից էսենց դողմազարի իջացնես, սրանք են։ Ու շատ հետաքրքիր է, որ Մեհմեդ Ջավիդը եւ դոկտոր Նազմը, որ հետո Թեշկիլաթ Մահսուսան հիմնադրեցին եւ հայերի բնաճնշման համար մեկ դերակատարում ունեցան, ուրեմն երկու հոգի են, որ Մուստաֆա Քեմալի կողմից, իրեն ազգագից եւ ազգական Մուստաֆա Քեմալի կողմից 1926 թվականին գախաղան են բարձրացվում եւ սպամում են։ Դա բոլորովին այլ պատմություն է եւ ինչուները կարելի է եթե մի օր հնարավոր լինի կպատմեմ ես։ Ինչու Մուստաֆա Քեմալը վերացրեց այդ երկու կարևոր դեմքերին ամբողջ երիտթուրքական աշխարհի։ Երկու կարևոր դեմքերն էին, որ փրկվել էին Նեմեսիս օպերացիայի, այսպես ասած, մեր հայ վրիժարների արդար բանից, սպանտից իրենց դեմ կենտանի էին մնացել, ողջ էին մնացել եւ հրեական սիոնիստները դրանց այդպես էին բաղում, որ ամբողջ փողի դեղափոխումը իրենք էին կատարել այդ հայությունից խլվածը, բայց Մուստաֆա Քեմալը իրենց կախեց, հենց խապելով բերավ Իզմիր եւ այդտեղ իբրև թե իր դեմ մահապորձ կատարելու ամբաստանությամբ երկուսին ալ կախեց մի օրվա մեջ, մի հատ տատ եւ վերջ։ Բայց դա ունի իր քաղտնի նպատակները, որը մի առանցին թեմա է։ Հիմա, ուրեմն Էմանուել 40
տնտեսվարող իբրև բան անձնավորություն ոչ միայն այս ամբողջ ցանցը հյուսել է, այլ նաև բոլոր այդ ելումուտը եւ պատկերացնում եք բادرազմ մտնող 1900 թե Բալկանյան բادرազմի ժամանակ Օսմանյան գայսրության, հա Բալկանյան 3 տարի, թե 1914-18 առաջին համաշխարհային բادرազմի ամբողջ փանագի լրիվ բարենը, հա եւ ամբողջ ելումուտը, այսինքն փողը իր ցերկում բախպանած մարդն է, մարդը եւ պատկերացրեք ինչ մեծ հարստություններ է դիզել մի մարդ, մի կոնկրետ մարդ, միսիոնիստ, հա եւ նույնը Ալեքսանդր Փարվուս անունով մեծ հայտնի անձնավորությունը ամբողջ Գերմանիայի Օսմանյան բանակի, հա, զինվորական, լրիվ այդ Krupp, Siemens եւ այլն, ամբողջ արտադրությունը, հանդերձանքը, հա, բանակային կորպուսի ապահովումը վերցրող մարդը պատերազմի ավարտին դարձել էր գրեթե Ռոթշիլդների հավասար, Ռոքֆելերների հավասար, փողի դեր, միլիարդեր, մի մարդ, Ալեքսանդր Փարվուս, այդպես Օսմանյան գայսրության ժամանակահատվածում ասում է ճիշտ ժամանակին ճիշտ է հայտնվելու հանգամանքի բերումով, միայն, ուրիշ ոչ մի բան, չէ՞։ Մարդիկ այդպես մի օրից մյուսը մեծ առուս չեն դառնում, եւ մինչև հիմա դրան այդ միլիարդները որտեղ է, ոչ ոք չգիտի, որովհետեւ Լենինը իրեն վտարեց Ռուսաստանից, իր ժամանակաշրջանում չընդունեց, հա, ուրեմն իր մի տղան սպանվեց, հա, մյուս տղան էր ժառանգել այդ ամբողջը, անհայտ կորավ այդ տղան, մինչև այդ տղայի հետքը չի գա, ասում են Սիբիրներում գլուխն են երել, չգիտեմ, հա, եւ այդ փողերը ինչ եղան, Փարվուսյան փողերը հայտնի չի, իսկ այդ Փարվուսյան փողերը մի Եվրոպայի բյուջե, պատկերացնում եք, մի քանի գայսրության բյուջե